Կարծում եմ լավ առիթ է, որ ձեր խմբակցությունը ասի, թե ամիսը ծրարով ինչքան փող է ստանում Ռոբերտ Քոչարյանից եւ որտեղից նրան այդ փողը։ Երկրորդը մենք մի րոպե հանգիստ։ Կոնկրետ մարդիկ կան, որ փաստագրված կոնկրետ Միշիկից փող են ստացել ժամանակին, հիմա են նստած են այս դահլիճում։ Ծրարով։ Քրեական գործով տեսակում անունը պետք է տրվեր, հեսա հերթով կասեն, անուններ տվեք։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից եսկում ստեղծվել է մոտավորապես 230,000 աշխատատեղ։ Կոնկրետ թվերը մի քիչ պլյուս մինուս կարող լինի։ Երրորդը, բարեկեցության մասին եք խոսում, եկեք գնանք նայենք 2018 թվականի նախորդող 7 տարում Հայաստանից քանի մարդ է գնացել եվրոպական պետություն տուրիստի կարգավիճակով կամ ընդհանրապես Հայաստանից արտագնա քանի մարդ է գնացել, քանի մարդ է ավիատոմս գնել եւ հիմա նայենք 2018 թվականից հետո։ Բարեկեցություն է, բա ի՞նչ է։ Բա ով ասում, բա երկրի հնան 18 թվից եսկում 52%-ով աճել է։ Չի կարա այդ բարեկեցություն չլինի։ Ինչ վերաբերում է մեր հարստություն, ցույց տվեք մեր հարստությունը։ Որտե՞ղ է մեր, ով է, բացառում եմ ես դա։ Չի կարող այդպիսի բան լինել, դա մերկապարանոց հայտարարություններ են։ Էլ չեմ անում, եթե հարստ 2018 թվին, երբ որ աղմուկ էր եղել մարզպետների աշխատավարձի հետ կապված, ես այդ ժամանակ այցի էի, չեմ էլ հիշում որտեղ էի այցի, գրեցի, ասի փոխանակ մարդիկ ուրախանան, որ մարզպետները 300,000 դրամի կարիքը ունեն, բայց եթե հարստացել ենք, ինչի ենք, կներեք ուրիշ բան պետք է ասեի, վրեքներս բան անում, վրեքներս խոսակցություն բերում, եթե հարստացել ենք, ինչի ենք անում, են այդ հարստությունները չամադանի տակից կհանենք, կծախսենք, բայց եթե հարստացել ենք, դրա կարիքը կա, ասենք դուք չեք հասկանում ձեր հարցի անտրամաբանական լինելը եւ ամենակարևորը, ստեղ մենք չենք խնդիրը, ստեղ պետության եւ պետական ինստիտուտների կայացումն է խնդիրը։ Մենք բարձրացրել ենք ուսուցչի աշխատավարձը, այսօր Հայաստանում մի ամիս առաջ ասում էի մի հոգի կամ երկու հոգի, այն օր իմացա 13 հոգի ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ ստացող կա։ Մենք զինվորականի աշխատավարձն ենք բարձրացրել ուսուցչինը, բժշկինը, դատավորինը, դատախազինը, քննիչինը, թոշակներն ենք բարձրացրել, սոցվճարներն ենք բարձրացրել, բարեկեցության մակարդակն ենք, մենք բենզինի գներն ենք իջացրել, բայց այդ փող չի։ Եվ այո, Հայաստանում բարեկեցության մակարդակը աճել է։